Շատերի խնդրանքով այսօր չափելու ենք իմ FC25-ի վարկանիշը։ Ստուգելու եմ իմ վազքը, հարվածները, փոխանցումները, դրիբլինգը, պաշտպանությունն ու ֆիզիկականը։ Հեսա սկսելու ենք արագացումը 100 մետր ու ինձ մի հատ բան է թվում, որ ամենաարագ բլոգերն եմ ես Հայաստանի ու հեսա չելենջ եմ նետելու բոլոր բլոգերներին։ Վազեցինք ժողովուրդ 12:44, պես կարանք ավելի արագ, ուղղակի վախեցա կապնեմ են ստոլբաներին, սետկաներին։ FIFA Face կալկուլյատորով հեսա որոշենք ինչքան ենք վազել։ Դուք էլ կարող եք չափել ձեր արագությունը 100 մետրում եւ այս կայքի միջոցով որոշել ձեր վարկանիշը եւ կոմենտներում գրել ձեր արդյունքը։ 85։ Կարանք նշենք 85-ը։ Ված չի, բայց կարանք ավելի ուժեղ։ Հարվածները անելու ենք 4 կատեգորիայում, առաջինը ստուգելու ենք հարվածի ուժը, հետս բերել եմ հարվածի ուժը չափող սարք, հաջորդը խփելու ենք 11 մետրանոց, տուգանային հարված եւ օդային հարված։ Եվ այս բոլոր հարվածների հանրագումարից ստանալու ենք իմ ռեյտինգը։ Մեր հարվածի ուժը չափելու ենք այս ռադարով, տեսնենք ոնց է չափում ու ստուգենք մեր հարվածի ուժը։ 100 Քիչ է, կարանք էլի շատ անենք։ 120 կմ/ժ արագությունից եթե քիչ անեմ, օրինակ 100 կմ/ժ արագությամբ խփեմ, ռեյտինգս լինելու է 80։ Այսինքն 20 միավոր ներքև։ Ինչքան? 100։ Վաու։ Դե ինչ 114 կմ/ժ արագություն, տեսնենք հաջորդ մեր այս տեսակի վիդեոներում ով է իմ ռեկորդը գերազանցելու, բայց շատ բարդ է գերազանցելը, եթե անկեղծ։ 11 մետրանոցը 5 հարված ենք անում։ Գնացինք, պատրաստ ես Հրանտ ջան։ Վայքի դարպասը տենց կպահես, բայց տակից ոնց որ ուրիշ շապիկ ես, հա ակե։ Ուրարտուի սանա։ Ռավ բա դու որտեղի սան ես։ Առաջինը հաջող էր։ 5-ից 5 խփելու եմ։ Ով չի հավատում։ Հեռավ։ Այ, սիասի խափեմ։ Ասեմ, որ համել Հրանտը շատ ուժեղ դարպասա պահա։ Հնացինք Հրանտ ջան։ Օյորո։ Վերջին հարված։ Լևանդովսկիի պես խփեմ, էլի։ Հա։ Դու Սևիլիա ես, չէ՞ խաղում, ախպեր։ Yes! Ոնց էր։ Սաղ են ուգլ։ Կատարում ենք օդային հարվածները։ Давай, Раф. Ох, ալա։ Հույլը։ Օ! Hike freestyle։ Հաջորդը քրոսինգ ենք անելու, այսինքն հերվից պաս ենք տալու, սենց կոր, Ռաֆը իշկեկի մեջ պետք է ընդունի գնդակը, եթե տեղից չշարժվես 20 միավոր է, եթե շարժվես 15։ Ռաֆ ջան եկավ։ 15։ Բայց 20 էր։ 20 էր։ 22 էր։ Հիմա կարճ փոխանցումներն ենք ստուգելու, ունենք 4 փոքր դարպաս, 10 վայրկյանում բոլորը գոլ անենք, որ 100 հավաքենք էլի։ Իսկ եթե դարպասա ձողերին կպնի 10 միավոր։ Գնացինք։ Այ ադակու։ Ահա, գնդակ։ Էս էլ ստեղ։ Քանի հատ եղավ? 3 հատ։ Հա, ոնց եք ժողովուրդ, բաժանորդագրվեք ալիքին, էլի։ Ովքեր նայում են այս տեսանյութը, 80%-ը չի հետևում իմ ալիքին։ Գաստանք։
Հասնենք 100,000 հետևորդ։ Սիվոնց կարա 20 չելնի, եթե ես մի պասը ճիշտ գնաս, բաժանորդագրվում ես ալիքիս։ Ասա, որ ճիշտ չէր։ Դրիբլինգն ենք փորձում, առաջին վարժություն ես հնգաձև ֆիշկաներն ենք դրել ու գերազանց արդյունքը 10 վայրկյանն է, բայց ամեն ուշ արած մի վայրկյանը 5 միավոր մեզից պետքա տանի։ Գնացինք։ Անցանք կասեցումներին, լավ կասեցումը 20 միավոր, միջին կասեցումը 10 միավոր, գնացինք։ Էսի քանի միավոր է, ճիշտ է ասա։ 20։ Այելա, բայց ասա, որ խզարում եմ։ Էսի սովորական բան է դարը։ Ոպ։ Անցնում ենք defending-ին։ Գիտես չէ defending-ը որն է։ Յանի ես էլ բար գիտեի էլի անգլիա։ Ձևաչափը սենց է լինելու, ամեն Ռաֆոյի անցումը եւ գոլը ինձնից տանելու է 20 միավոր, այսինքն հիմա 100 ունեմ, տենց իջնելու ենք։ 5 հնարավորություն ունես Ռաֆ ջան։ Հենց որ կարաս ինձ իջացնես հասցնես պոլերին։ Շաուրմա ծակես։ Շաուրմա, հա, բայց առանց ո։ Կելեք հետաքրքրություն մտնենք էլի վիդեոյի մեջ։ Կարողը շաուրմա է պատիվ տալի գնաց։ Բայց լավն էր։ Այալա։ Oba! Հայ Քրիստո! Հիմա կատարում ենք տեղից ցածկը, տնտեսագիտական համալսարանում 2.95 եմ թռել վերջին անգամ, տեսնենք ինչքան ենք պահպանվել։ Առավելագույնը 3 մետրն է եւ ամեն քիչ թռած 2 սանտիմետրը մեզնից տանելու է 2 միավոր։ Օ, 2.90, հա? 2.90։ Գնահատեք հայ ֆրիստայլին։ 3 մետրից 10 սանտիմետր քիչ թռանք ու հետ մեզից տարավ 5 միավոր։ Այսինքն ռեյտինգը ստացվում է 95։ Երկու շրջան պետք է վազեմ դաշտի շուրջ, որտեղ գերազանց արդյունքը 100 վայրկյանն է։ Շնչառությունն էլ պետքա ճիշտ կարգավորել։ 100 վայրկյանից քանի վայրկյան ուշ հասնեմ, այդքան միավորներ իջնելու են ընդհանուրից։ Երկու շրջանը վազեցի 1 րոպե 55 վայրկյանում, այսինքն ստացա 85 միավոր։ Բոլորդ տեսակ արդեն իմ ռեյտինգը, իսկ կոմենտներում գրեք, թե ում ռեյտինգն եք ուզում հաշվենք։ Բլոգեր, երգիչ, դերասան, ֆուտբոլիստ, գրեք կոմենտներում։